Երևանում ԵՄ ղեկավարները պարզապես չեկան մասնակցելու գագաթնաժողովի։ Նրանք հրապարակային ասացին, թե ինչպես են գնահատում Հայաստանի ուղղությունը։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան Փաշինյանի մասին ասաց, որ նա ընդունել է համարձակ քաղաքական որոշումներ Հայաստանը Եվրոպական միությանը մոտեցնելու համար։ Նա նաև Հայաստանի կողմից գագաթնաժողովի հյուրընկալումը կոչեց երկրի համարձակ աշխարհաքաղաքական ուղու օրինակ։ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ ասաց, որ Հայաստանը համարձակ ընտրություն է արել հանուն խաղաղության և եվրոպական ցանցերին ավելի խորը միանալու։ Սա պարզապես հաճելի խոսքեր չէին։ ԵՄ Հայաստան առաջին գագաթնաժողովի օրակարգում կային կապուղիներ, տրանսպորտ, էներգետիկա, թվայնացում, ներդրումներ և նոր Connectivity Partnership։ Այսինքն, Եվրոպան Հայաստանին նայում է ոչ միայն որպես աջակցության կարիք ունեցող երկրի, այլ որպես պետության, որը կարող է կապել Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան եվրոպական շուկաների հետ։ Սա է պատճառը, որ Մոսկվայի քարոզչությունը փորձում է փոքրացնել Երևանում տեղի ունեցածը, որովհետև պաշտոնական ուղերձը հստակ էր. Հայաստանի եվրոպական ընտրությունը նկատվել է, գնահատվել է և արդեն կապվում է խաղաղության, ներդրումների և տարածաշրջանային կայունության հետ։